Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում այսօր եկել ենք բացառիկ լուրով, իսկ այն, ինչ մենք պատրաստվում ենք ասել, վստահ ենք ձեզնից եւ ոչ մեկ չէր սպասում։ Շոկային շրջադարձ, անսպասելի զարգացում։ Մի բան, որ թվում էր պետք է տեղի ունենար վերջին սերիայում, բայց այն եկել է շատ ավելի շուտ։ Այո, սիրելի հեռուստադիտող, պատրաստվիր, որովհետև շուտով հեռուստաեթերում հարսանիք է լինելու, բայց ոչ թե պարզապես հարսանիք, այլ այնպիսի մի հարսանիք, որի մասին բոլորը երազում էին, բայց քչերն էին հավատում, որ այն իրականում տեղի կունենա։ Խոսքը մեր սերիալի գլխավոր, ամենասիրված ու ամենաքննարկվող կերպարների Հենրիի եւ Անգելինայի հարսանիքի մասին է։ Այն հարսանիքը, որ թվում էր հնարավոր է միայն հեռավոր ապագայում, հիմա արդեն իրականություն է դառնում։ Այն հարսանիքը, որը տևական ժամանակ արգելված էր, մերժված, անթույլատրելի հատկապես Ավագի եւ Վիկտորիայի համար, ովքեր սկզբից իսկ կտրականապես դեմ էին այս միությանը։ Բայց պատմությունն այսօր շրջվում է։ Միքայելը, ով ժամանակին ոչնչացրեց իր սեփական ընտանիքը, ստի, կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա կառուցելով այն, հիմա պատրաստ է ամեն գնով պահել որդու երջանկությունը, չհասկանալով, որ ինչպես ինքը իր ընտանիքը կառուցեց ստի վրա եւ այն քանդվեց, հիմա նույնը իր որդին է անում։ Հենրին եւս իր ընտանիքը ցանկանում է կառուցել ստի վրա, եւ հենց այդ նպատակով նա գնում է գործարքի, շատ հստակ, շատ կոնկրետ։ Նա Ավագին ու Վիկտորիային ասում է. եթե համաձայնվում եք Հենրիի եւ Անգելինայի միությանը, ապա ինքն էլ կլռի, Անգելինայի կենսաբանական ծնողների մասին ոչինչ չասելով։ Սա մի պայման է, որի ընտրության հնարավորությունն արդեն Ավագի ձեռքում է։ Ու որքան էլ հակասական է այս առաջարկը, Ավագը ի վերջո համաձայնում է։ Նա ասում է, որ որքան էլ ճշմարտությունը ծանր է, ինքն ամենից շատ ուզում է դստեր երջանկությունը։ Ահա այսպիսով համաձայնությունը ստացվում է եւ թվում է բոլոր խոչընդոտները վերացել են։ Հարսանիքը այլևս ոչ տեսլական է, ոչ հեռավոր նպատակ, այլ շատ մոտ ապագա։ Իսկ սերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը այս թեմային անդրադառնում է ոչ թե լռությամբ, այլ ուղիղ խոսքով։ Սոցիալական ցանցում նա հրապարակում է տեսանյութ, որտեղ նշում է, որ հարսանիքը արդեն լսվում է եւ որ այն սարերը ետևում չէ։ Այսինքն բոլոր սպասումները, բոլոր անհանգստությունները, բոլոր կասկածներն արդեն հասունացել են։ Այնպես որ, սիրելի դիտող, եթե դու ես ամիսներ շարունակ սպասել այս պահին, ուրեմն զինվիր համբերությամբ, շուտով վերջին զանգում տեղի ունենալու մի հարսանիք, որն առանց կասկածի դառնալու է սերիալի ամենագեղեցիկ իրադարձություններից մեկը։ Հենրին եւ Անգելինան միասին, միաժամանակ սեր, պայքար, կորուստ ու հաղթանակ ներկայացնող զույգ, միություն, որից միգուցե ծնվելու է նոր պատմություն կամ էլ ավարտվելու է մեկը բարձր հնչողությամբ։ Սպասում ենք ոչ թե ուղակի հերթական սերիային, այն այդ սերիային, որտեղ վերջապես տեղի կունենա Հենրիի եւ Անգելինայի հարսանիքը։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք վայելով պիտի անեմ։ Պապ, հեն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց
այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից ինձ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонги каскосвеш. Ոնց կարանք դու նежная душа ունենա, սтерва։ Սիրու բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերս տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ